Ամենայն հայոց Գարեգին II հայրապետի տնօրինությամբ այսօր համբարձման տոնի հետ առաջին անգամ նշվեց նաև Գեղարդավանքի ուխտի օրը։ Հետ-հարության 40 օր է անցել արդեն, մեզ շնորհ եղավ այս տարի եւ ազգիսվեհափառ հայրապետի օրհնությամբ եւ տնօրինությամբ այս օրը առաջին անգամ լինելով հաստատվեց Սուրբ Գեղարդի ուխտի օր։ Եվ իհարկե յուրաքանչյուր ուխտավորություն, ուխտագնացություն իր հետ թելադրում է նաև, որ այն սրբազան մասունքներ, այն իրերը, որոնք դարեր տևողության մեր ժողովուրդը հավատարմորեն պահպանել, հարգել եւ նույնիսկ բարեխոսության է դիմել ինչ որտեղ։ Գեղարդի վանքը մեր ժողովրդի ամենասիրելի ուխտատեղիներից է։ Ըստ ավանդության վանքը 4-րդ դարի սկզբին հիմնել է Գրիգոր Լուսավորիչը։ Իր յուրօրինակ քարայրային կառույցի համար նախկինում կոչվել է Այրիվանք։ Այն ժայռափոր կառույցների բարդ համալիր է, կազմված գլխավոր տաճարից, 2 գավիթից եւ 2 եկեղեցուց, ունի մի շարք խուցեր ու դամբարաններ։ Համալիրին առանձնահատուկ վեհություն են տալիս շրջապատի բարձրաբերդ ժայռերը։ Գեղամա լեռներով շրջապատված Գեղարդավանքն անհանգիստ ժամանակներում հաճախ է կացարան ծառայել հայոց հայրապետների համար։ 6-րդ դարի առաջին կեսին վանքի միաբան ժամանակի հայտնի գիտնական եւ երաժիշտ Գրիգոր Գրզիկի նախաձեռնությամբ բացվել է Այրիվանքի դպրոցը, որը երկար ժամանակ հայտնի է եղել որպես խոշոր երաժշտական կենտրոն։ Ենթադրվում է, որ դպրոցի հիմնադիր Գրիգոր Միաբանը առաջին առավոտերքերի եւ մեսեդիների հեղինակն է։ Վանքի գավիթներում եւ երկհարկանի տաճարներում հրաշալի ակուստիկա կար, ոչ պակաս հայտնի էր երգչախումբը։ Մի քանի դար անց վանքը սակայն ենթարկվել է արաբների եւ սելջուկների ասպատակություններին։ 926 թվականին արաբները ներխուժել են Գեղարդ, գանձերի տեղն իմանալու համար տանջել ու սպանել միաբաններին, կողոպտել ու հրդեհել վանքը։ Միայն սելջուկյան արշավանքներից հետո Զաքարյան իշխանատոհմի օրոք է այստեղ վերսկսվել կրոնական կյանքը։ Մխիթար Այրիվանեցու եւ Հովանես Գառնեցի վարդապետի օրոք Այրիվանքի դպրոցում ծաղկել է գրչությունը, ստեղծվել հարուստ մատենադարան։ 13-րդ դարի վերջում վանքն անցել է Պռոշյան իշխաններին եւ կոչվել Գեղարդավանք Սուրբ Գեղարդի պատվին։ Այսօր 2011 թվականի հունիսի 2-ին առաջին անգամ 18-րդ դարից հետո վանք է բերվել քրիստոնեության պատմության մեջ հիշատակվող ամենահին սրբություններից մեկը՝ Սուրբ Գեղարդը։ Վանք տանող ճանապարհի սկզբնամասում մայրաթոռից եկող սուրբ նշանը դիմավորեցին Գեղարդավանքի վանահայրն ու եկեղեցական թափորը։ Գեղարդը այն նիզակն է, որով հռոմեացի հարյուրապետը խոցել է խաչին գամբած Քրիստոսին։ Այդ օրվանից մահվան զենքը քրիստոնյաների համար դարձել է սրբազան մասունք։ Հայաստանում է պահվում այդ նիզակի երկաթյա ծայրը, որն ըստ ավանդության 33 թվականին բերել է Թադեոս Առաքյալը։ Սուրբ Գեղարդը Այրիվանքում է պահվել մինչև 18-րդ դարը եւ տեղափոխվել Էջմիածին։ Հոգևորականների եւ ուխտավորների ուղեկցությամբ Գեղարդն առաջնորդեցին դեպի կաթողիկե եկեղեցի։ Բարեխոսությամբ սրբոց առաքելոցն Բարթողիմեոսի եւ Թադեոսի։ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը կատարեց հայրապետական մաղթանք, որին հաջորդեց տոնական պատարագը։ Ինչպես քարոզի ժամանակ ասվեց, որ այդ մետաղը չի, որ հավաքում է մեզ մեր Տեր Հիսուս Քրիստոս փրկչի հավատով մենք բոլորս հավատում ենք եւ մեր աղոթքն ենք առ Աստված հղում, Աստված պահապան հայ ժողովրդին բոլորիս ամենքիս յուրաքանչյուրին։ Եկանք մեր թեմի բոլոր հավատացյալներով խոնարհվելու այն Գեղարդին, որով խոցեցին մեր Տիրոջ կողը եւ իրեն թափված այրան համար մենք փրկություն ունեցանք եւ ստացանք։ Պատարագից հետո սուրբ հայրերը կատարեցին անդաստանի կարգ, օրհնելով աշխարհի 4 կողմերը, մաղթելով բարեկեցություն պետությանն ու պտղաբերություն հողին։ Սուրբ Գեղարդն ունի բուժիչ հատկություն։ Այդ հավատով էին Գեղարդավանք եկել հաշմանդամ մարդիկ եւ հիվանդ ունեցողները։ Նրանք նաև հավաքում են հենց եկեղեցում հորդող աղբյուրի ջուրը, հավատալով դրա կենարար ազդեցությանը։
Համբարձման տոնը ուղեկցվում է ժողովրդական հանդիսություններով։ Հայաստանը շատ ավելի ինչքան էլ մենք քարկոծենք, ասենք ավանդապահ չենք, Հայաստանը շատ ավելի ավանդապահ երկիր է եւ ավելի պինդ կարճած իր արմատներից, ինչը որ նաեւ մեր լինելության խորհուրդն է։ Ուխտավորների մեջ մեծ թիվ էին կազմում երիտասարդները, մոտ 350 մարդ, որոնց համախմբել էր հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպությունը։ Խորհուրդը շատ մեծ է, որովհետեւ առաջին անգամ փաստորեն վերջին ժամանակներում Գեղարդը բերվում է Գեղարդավանք եւ դա մեծ մասունք է մեր համար եւ նաեւ մեր ազգի, մեր եկեղեցու պատվի, այսպես առարգաներից է Սուրբ Գեղարդը եւ բոլորս այստեղ եկել ենք երկրպագելու եւ այդ մասունքին հաղորդ լինելու։ Համբարձումը, որ ժողովրդի մեջ հայտնի է նաև Ջանգյուլում անվամբ, Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի են նշում։ Նախապես կատարվում է ծաղկահավաք եւ վիճակահանություն։ Տոնի օրը ջրով լիք ուժերի մեջ գցում են երիտասարդ աղջիկներին պատկանող իրեր։ Այն աղջկան, ում պատկանում է առաջին հանվող իրը, վիճակը, մոտալուտ ամուսնություն է սպասվում։ Արծվին Գեղարդի ուխտին եկել էր ընկերոջ հետ ցույց տալու մեր ազգային մշակույթն ու կրոնական տոները։ Իսպանացի արվեստաբան Արմանդոն հաճախ է այցելում Հայաստան, շատ հայ ընկերներ ունի, որոնց միջոցով հաղորդակցվել է հայ գրականությանը եւ փորձում է հայերեն սովորել։ Նա չէր թաքցնում հիացմունքը, ցավով նշելով, որ իր երկրում արդեն վաղուց չկան այսպիսի տոներ։ En España existe fiestas tradicionales también. Ես Հյուսիսային Իսպանիայից եմ, որտեղ վաղուց նման տոնախմբություններ չեն լինում։ Իսկ եթե լինում են, ապա դրանցում բացակայում է հոգևորը։ Միայն ժողովրդական տոնի խորհուրդն է քիչ թե շատ պահպանվել։ Հայ հողը, հայոց աշխարհը, հայ երկիրը պահպանության ներքո է գտնվում այս տեսակ նվիրական սրբությունների ներքո։ Հրաշալի է ուղղակի, Աստծո օրհնություն է, որ նյութը վերափոխվի սրբության եւ գործող սրբության, հրաշագործ սրբության։ Աստված օրհնի մեր ամենքին եւ եկող տարիների համար մեզ կյանք տա նորից շարունակաբար մասնակցելու եւ ներկա լինելու։